Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսել էլեկտրոմոբիլների գույքահարկի մասին, այդ թեման բավականին հաճախ է շոշափվում եւ ինձ էլ են շատ հարցնում։ Ու չնայած այդ հարցը ազգային ժողովի տիրույթում չի, այլ կառավարության տիրույթում է, բայց քանի որ ես ինքս այդ մասին խոսել էի, հարկ եմ համարում լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել։ Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է այն խնդրին, որ էլեկտրոմոբիլների փաստաթղթերի մեջ գրված է լինում շատ ավելի բարձր հզորություն, քան իրականում այդ մեքենաները ունեն, եւ մեր վարորդներից շատերը բավականին թանկ գումարով փորձաքննություններ են անցնում եւ ինչ որ սերտիֆիկատ են ստանում կամ տեղեկանք, որ մեքենայի դիաուժը ավելի ցածր է եւ ավելի քիչ գույքահարկ վճարեն։ Այդ հարցը քննարկել ենք կառավարության հետ եւ ես անցած տարի ձեզ տեղեկացրեցի, որ կառավարությունը համապատասխան լուծմամբ հանդես կգա։ Ես երեք ճշտել եմ կրկին անգամ մեր գործընկերների հետ, ինձ ասացին, որ համապատասխան որոշման նախագիծը արդեն դրված է շրջանառության եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում այդ որոշումը կընդունվի եւ կհրապարակվի եւ ձեզ այդ մասին մանրամասն տեղյակ կպայեմ։ Երկրորդ կարևոր բանը նշեմ, որ դա վերաբերվելու է 2026 թվականի գույքահարկերին, այսինքն նախորդ տարվա գույքահարկի վրա չի ազդելու, իսկ 2026 թվականի գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, այսինքն մեր սիրելի հայրենակիցները ամենևին կարիք չունեն այս պահին գույքահարկը վճարելու եւ անգամ տեղզննում անցկացնելու ժամանակ այլևս անհրաժեշտ չի տվյալ տարվա գույքահարկը ամբողջությամբ մուծել։ Դա էլ նախորդ տարի իմ հեղինակած օրենքի արդյունքում է, այնպես որ շտապելու բան չկա, խնդրում եմ եւս 1 ամիս համբերել եւ ձեզ կառավարությունից կտեղեկացնեմ որոշման մասին։ Շնորհակալություն, բոլորիդ լավ օր եմ մաղթում։